Եկեք հունվար իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ է անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա Այնց ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերե կամ խմե, ապահովագրությունը դրա հետ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանանք։ Հիմա եւ շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ուղղություն եմ խնդրում։ Հիմա միջև շտապօգնություն գնալու պահը այդ հասկանալի է, շտապօգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել, եթե մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։